Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երեք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարի հետ հանդիպում էր տեղի ունեցել։ Դուք ներկա եղել եք նախ Ներկա չեմ եղել։ Ձեզ պատմել են ներկա գծվածանին, ինչ են ասել։ Դուք ասած, ես եմ աշխատում, ես հենց օրվա մեջ մի անգամ գնամ պրոշանգամ, ստեմ էլի, ստեմ մնում։ Ես տեղյակ չեմ ինչ են խոսացել, բայց ինչ որ գնացել են, ինչ նպատակի համար գնացել են, ճիշտ են գնացել։ Ծառուկյան Գագոն շատ բարեգործություններ արել, բայց այս պահով ժողովրդին ձեռ չի տալն, որ 250 դրամ տան, այն էլ ավտոբուսը տանի միջև ֆիզիկայի խաչմերուկ։ Դիցել մի հատ նորից տրանսպորտ նստի, ուսանողը, աշխատողը, իր վրա միջև տուն գալը, վրեն 800-ից 1000 դրամ փող է նստում։ Դրա համար ժողովուրդը ելել են ոտի։ Ես գտնում եմ, որ ճիշտ են անում։ Ես Ծառուկյանին հարգում եմ, բայց այս պահով էլ եմ հարգում, բայց այս պահով Հիմա ճանապարհը բացեցին, ինչ պրոշացիների համար լավ չի։ Դե չգիտենք, մենք պայմանները, մենք պրոշանում ենք, վերևը չենք, մենք ներքևում ենք, չգիտենք ինչ պայմաններ են թելադրել։ Տեսեք, ըստ էության քաղաքային Երևան քաղաքում էլ տրանսպորտը թանկացել է 100 դրամից դառնալով 150 դրամ, չնայած դա մինչև 2025 թվականի վերջ է գործելու։ Դրա ֆոնին նաև թանկացել է Պրոշյանից դեպի Երևան գնացող տրանսպորտը։ Ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Բայց մենք ունեցել ենք տրանսպորտ, չէ՞։ Այո։ 25 եւ 59-րդ համարի տրանսպորտը։ Ինչքան է։ 150 դրամ, առաջ 100 դրամ էր, հիմա 150 դրամ է։ Բանից է 150 դրամ։ Ես մի 2 ամիս առաջ։ Ինչ Երևանում տրանսպորտ։ Հա, նույնն է, այս Երևան տրանսպորտն է։ Ամբողջ աշխարհում Քուրիկ ջան։ 3 կիլոմետր է Երևանից։ Ամբողջ աշխարհում որտեղ ուզում ես գնա։ Տրանսպորտը գնում է առաջի գյուղից քաղաքով մինչև մյուս գյուղը։ Դենց է կարգը։ Հիմա 250 են, չէ՞ ուզում դարձնել։ Չգիտեմ, կարող է 250 են, բայց 250 չի կարելի աճել։ Այն էլ չի կարելի։ ֆիզիկայի խաչմերուկ։ Բայց ուսանողը այս 25 համարը գնում է կոմիտասով, գնում է մանումենտ, զեյթունից վռում գալիս է։ Իսկ եսի միջև ֆիզիկայի խաչմերուկ։ Պատկերացնում եք ոնց որ 2-3 անգամ տրանսպորտ փոխել։ Ու այն էլ 250 դրամ։ Ինչով է պատճառաբանում, որ օրինակ մինչև ֆիզիկայի խաչմերուկ պիտի հասնի Իրանց գիծ են առել։ Իրա տենց եմ լսել, ես չգիտեմ տոշնի, ժողովրդից լսել եմ, որ միջև ֆիզիկայի խաչմերուկ։ Բայց այս 25 համարը գնում է միջև կոմիտասով, մանումենտ, ելնում է զեյթունով, ֆռում, նորից հետ է գալի։ Այսինքն նախկինում դրա համար վճարել եք 150 դրամ այստեղից մինչև գնաք զեյթուն հասնեք մանումենտով զեյթուն 150 դրամ է եղել։ Իսկ հիմի ուզում են շինեն 250 դրամ, այն էլ է 15 դրամ Հանում են ուրիշ մարշրուտն է։ Իվարկյան, եթե դուք ասում եք դա քաղաքային Երևան քաղաքի տրանսպորտն է եղել, այդ դեպքում ով է այդ գինը սահմանողը 150-ից ավել։ Ես չգիտեմ, Քուրիկ ջան, Ասում են Ծառուկյան Գագոնն է, այսօր այդ գիծը շահել է, ինչ այտենց եմ լսել։ Գիծը շահել է, իր գինը 250 դրամ է։ Հիմի թե ոնց կանեն, ոնց չնանի, ժողովրդին ձեռ չի տա դա։ Ֆրանսիայում եմ ապրել։ Այնտեղ նույն բան էր, ավտոբուսը գյուղից գնում էր քաղաքով մինչև մյուս գյուղը։ Այս կետից մյուս կետը։ Նույն կիններ, նույն բաներ։ Իսկ ստեղ Ամել գիծ են ծախում, գիծ են առնում, չգիտեմ ինչ են անում։ Կանել հերու չի ասենք է, բիրագան, եսին որտե Երևանի կպած է 3 կիլոմետրի տարբերություն է։ Քացախը դաժե 2 կիլոմետրի տարբերություն է։ Բացի տարով չկա, ոչ մի միտը։ Ժողովրդին ձեռատալի է 25 համարը, այս ավտոբուսը, իսկ համեժանը համել գնում է միջև զեյթուն։ Հա, ուսանողների համար ուսանողը ո՞նց է գնելու։ Այդ ինչ է պատրաստվում անել։ Դե Քուրիկ ջան, ես ստեղ չեմ գնաց, ես եկեմ մնացել եմ ստեղ։ Այստեղ եմ աշխատում։ Էլ վերև չեմ բարձրացել։ Հետի որ դուք Բարսանակ Պրոշանցով խոսան, դե ոչնիկ իմանալ։ Այդտեղ մենք չհասցրինք, քանի Հիմի որ կարակ եկավ, պայմանավորվածություն ձեռք բերեցին բացել, վաղը ժամը 4-ին կառավարությունից իրենց կընդունեն։ Դրանով պայմանավոր։ Հա, դրա համար բացել եմ, մենք չգիտենք։ Մենք չենք իմանում, երեխեք ջան։
Պարզ է։ Շատ ծանր է։ Այդքան մի բան։ Ուրիշ բան չգիտեմ ես։